Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ մեկնարկում է մեզ մոտ փոքր լիգայի փուլը եւ այսօր առաջին հանդիպումն է մեկնարկում փոքր լիգայում եւ միմյանց հետ են մրցում Արցախը եւ Երևանը։ Հետաքրքիր հանդիպում է ստացվելու, հիմա արագ թիմերի հայտարարությունները նշեմ։ Արցախի դարպասը պաշտպանում է համար 16 Էդգար Մաղաքյանը, համար 15 Կարապետ Տաշյան, համար 10 թիմի ավագ Արմեն Խաչիկյան, համար 11 Ժիրայր Անտոնյան, համար 5 Արման Սահակյան, համար 77 Արշակ Գևորգյան։ Խաղը մեկնարկեց համար 7 Արգամ Հարությունյան, համար 9 Ֆելիքս Շիլինգարյան եւ համար 88 Ալեքսանդր Սարգսյան։ Երևանի դարպասը պաշտպանում է համար 1 Նարեկ Իսրայելյանը, համար 7 Նարեկ Արտալյան, համար 22 Վլադ Մարտիրոսյան, համար 2 թիմի ավագ Արեն Վղկրյան, համար 87 Հայկ Կարապետյան, համար 45 Սպարտակ Հարությունյան եւ համար 11 Նարեկ Հայրապետյան։ Իսկ խաղի մրցավարն է Գարիկ Բեկյանը։ Նա տեսնում ենք, որ խաղը մեկնարկել է, Արցախի ֆուտբոլիստներն են փորձում առաջին գրով կառուցել, բայց խլեցին արագ գնդակը Երևանի ֆուտբոլիստները։ Սա փոքր լիգայի 1/4-ն է, սիրելի ֆուտբոլասերներ, նշեմ։ Փոքր լիգան անցկացվում է 1/4-ից սկսած։ Այսօր այս մեկ հանդիպումն է լինելու փոքր լիգայից։ Իսկ վաղը արդեն 2 հանդիպում է լինելու, Ռեալ Մադրիդը մրցելու է Մայնցին, իսկ Չելսին մրցելու է Մանչեսթեր Յունայթեդի դեմ։ Հետաքրքիր դիմակայություններ են մեզ սպասվում, հիմա ինչևէ անցնենք այս խաղին։ Դեռ տեսնում ենք թիմերից ոչ ոք չի կարողացել առաջին գրով կազմակերպել, բայց հիմա Երևանն է գնդակով խլեցին գնդակը, հիմա Արցախի ֆուտբոլիստները Ֆելիքս Շիլինգարյան հակագրովում է Արցախը, բայց այստեղ էլ հեռացրեց գնդակը Նարեկ Իսրայելյանը, դուրս եկավ իր տեղից, փրկեց իր թիմին։ Yes, sir. Տեսնում ենք Երևանի ֆուտբոլիստներն են փորձում իրենց կիսադաշտից անցնել, այստեղ Շիլինգարյանն է պայքարում գնդակը խլելու համար, բայց չստացվեց վերջինիս մոտ։ Տաշյանն է պաշտպանությունում լավ գործում եւ առաջ արվում։
գնդակը թողեցին Անտոնյանին, հիմա տեսնենք Սահակյան փոխանցում վտանգավոր էր այստեղ Մարտիրոսյանն է հեռացնում գնդակը եւ խաղի առաջին անկյունայինն է լինելու մեզ մոտ Երևանի տեսնում ենք ամեն ինչ կարգին է, այս ստանդարտը իրացնելու են ի վերջո Արցախի ֆուտբոլիստները խաղարկեցին գնդակը Շիլինգարյան թողնում է Գևորգյանին, Գևորգյան մի փոքր խճճվեց այստեղ, բայց պահում է գնդակը իր մոտ, հետ է թողնում դեպի Աշյանը, բայց հեռացված է գնդակը երկրորդ տեմպով է հիմա շարունակվելու Արցախի գրոհը, Անտոնյան թողնում է Խաչիկյանին գնդակը Այստեղ լավ գործեցին հիմա Արցախի ֆուտբոլիստները, տեսնենք Սահակյան կարող է հարված կատարել, թողեց թիմակցին եւ գոլ։ Հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Արցախը կարողանում է բացել խաղի հաշիվը եւ գոլ հեղինակ է դառնում Արգամ Հարությունյանը 1-0։ Արգամ Հարությունյան 1-0 արագ կարողացավ Արցախը ի վերջո խաղի հաշիվը բացել եւ արդեն առավելություն է ստացել հենց մեկնարկում Հիմա նորից գրում են Արցախի ֆուտբոլիստները Աշա Գևորգյանն է գնդակով, շարժվում է առաջ, բայց խլեցին նրանց գնդակը, նորից վերադարձնում է Արցախը գնդակը, Շիլինգարյան հարված և շեղ ընթացավ Ֆելիքս Շիլինգարյանի հարվածը, հարված է լինելու Նարեկ Իսրայելյանի դարպասից Նորից խլեց Արցախը գնդակը, Գևորգյան, բայց Հարությունյանը իր սխալը շտկեց և շարժվում է առաջ Սպարտակ Հարությունյանը Հարկում է թիմակցի հետ Բայց Արցախը նորից շատ արագ վերադարձեց գնդակը Մի փոքր ներկայացնեմ թիմերի մրցաշարային աղյուսակում ինչպես ավարտեցին իրենց խմբային փուլում Արցախը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը 23 միավոր վաստակեց 17 խաղից իսկ Երևանը 17 խաղից 21 միավորով 12-րդ հորիզոնականում գտնվեց Ի վերջո հիմա վտանգավոր նորից կարող էր լինել, նորից հեռացրեցին Երևանի ֆուտբոլիստները գնդակը, այստեղ եզրային նետում վաստակեցին ի վերջո Արցախի տղաները Ակում են Արգամ Հարությունյան, այստեղ Շիլինգարյանին դիպչեց գնդակը և հարված է նորից լինելու Երևանի դարպասից Երկար փոխանցումը չստացվեց Երևանի դարպասապայի Եվ անկյունային է ի վերջո վաստակում այս իրավիճակում Արցախի ֆուտբոլիստը Ոչ ներողություն հարված է լինելու Երևանի դարպասից Կորուստներով են տեսնում ենք մոտեցել այս խաղին Երևանի ֆուտբոլիստները
Այստեղ Արգամ Հարությունյանի փոխանցումը չստացվեց, հիմա շարժվել են առաջ Երևանի տղաները, փոխանցում չստացվեց Մարտիրոսյանի փոխանցումը այստեղ, նորից խլեց գնդակը Արցախի եւ շարժվում են առաջ։ Սահակյան թողում է Անտոնյանին, այնտեղ Ազատ է թիմակիցը եւ վերջի պահին հեռացնում է գնդակը Արեն Վղկալյանը։ Փրկեց իր թիմին վերահաս գոլից։ Եվ անկյունային ի վերջո կլինի հիմա Երևանի դարպասին։ Հարկեցին այստեղ արագ Արցախի ֆուտբոլիստները, Սահակյանն է գնդակով, թողնում է Անտոնյանին, Անտոնյան, տեսնենք հարված շեղ է հարվածում այստեղ Անտոնյանը։ Հիմա Երևանն է փորձում իր գրող կազմակերպել, բայց չստացվեց նրանց կիսադաշտը անցնել, մի փոքր նրանց մոտ շտապողականություն է նկատվում։ Անկոնյան գեղեցիկ թողեց Շիլինգարյանին, Խաչիկյանն է հիմա գնդակով, փոխում է եզրը դեպի Տաշյանը եւ անկյունային նորից կլինի Երևանի դարպասին 10 րոպե անցավ սիրելի ֆուտբոլասերներ հանդիպման մեկնարկից եւ այս պայն 1-0 հաշվով հաղթում է Արցախը Երևանին, խարկեցին այս անկյունային Արցախի տղաները, Տաշյան, տեսնենք հարվածեց եւ փակեց պաշտպան այս հարվածի ճանապարհը հեռացված է գնդակը շարունակվելու է Արցախի գրոհը Հարությունյան թողնում է Անտոնյանին, թողեց Գևորգյանին Անտոնյանը եւ տեսնենք Շիլինգարյան հարված է պետք կատարել եւ փրկվում է այստեղ Երևանը հեռացնեցին նորից գնդակը շատ վտանգավոր էր հիմա Արցախի գրոհը Նորից առաջ են շարժվում Արցախի ֆուտբոլիստները, Անտոնյան Տուգանային հարված է վաստակում վտանգավոր դիրքում հիմա Արցախը Ստենք Տաշյանն է հիմա գնդակի մոտ վտանգավոր կարող է լինել Ցավարի սուլի չկա հարված եւ փրկում է հիմա Նարեկ Իսրայելյանը իր թիմին եւ մնալու է գնդակը նորից Արցախին Հարկեցին այստեղ Արցախի ֆուտբոլիստները, այնտեղ խոտացածքին է հիմա հայտնվել Երևանի ֆուտբոլիստը, կարծես թե վնասվածք է ստացել Բայց ամեն ինչ կարգին է, նրա մոտ շարունակում է հերվից հարված հիմա տեսանք Արմեն Խաչիկյանի կողմից եւ մի փոքր բարձր անցացավ նրա հարվածը Նշեմ, որ զուգահեռաբար ընթանում է մեզ մոտ 1-8 եզրափակչի Վերդեր Էվերտոն հանդիպումը այս պայն Վերդերը հաղթում է 1-0 հաշվով Էվերտոնին, սիրելի ֆուտբոլասերներ
Նա այդտեղ հետաքրքիր հանդիպում է ընթանում, բայց հիմա տեսնենք Արցախն է գրում նորից Սահակյան հրաշալի անցում արված եւ գոլ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Արցախը եւ արդեն 2 գնդակի առավելություն ստանում Երևանի նկատմամբ 1-1 Արման Սահակյան 2-0 կրկնապատկեց իր առավելությունը Արցախը Նորից խլեցին գնդակը Արցախի ֆուտբոլիստները կարող են հիմա Նորից հարված Արգամ Հարությունյանի կողմից ես ուզում եի ասել նորից գոլի եղենակ դառնել այս դրբակում, բայց չստացվեց Արգամ Հարությունյանի հարվածը։ Խաղի առաջին խաղակեսի միջնամասն է մեզ մոտ։ 2 գոլի առավելություն է ստացել այս պահին Արցախը։ Շան խաղարկում է Սահակյանի հետ, թողնում է գնդակը Հարությունյանը կարող է հարվածել, Հարությունյանը այդպես էլ արեց, բայց փակեց Վխկարյանը հիմա Հարությունյանի հարվածի ճանապարհը նորից Հարությունյան փոխանցում Չիլինգարյանին հարված եւ փրկվում է հիմա նորից Երևանը փրկեց իր թիմին Նարեկ Իսրայելյանը եւ անկյունային է լինելու Երևանի դարպասին Հարկեցին արագ այստեղ Արցախի տղաները, Հարությունյան հարված շեղ էր, Արգամ Հարությունյանի հարվածը տեսնում ենք, որ շատ է հարված կատարում այսօր Արգամ Հարությունյանը, արդեն մեկ անգամ նա աչքի ընկել այս խաղում։ Հիմա էլ հազվադեպ գրողներից մեկը կարող է լինել Երևանի, բայց Նորից չստացվեց, այլ հակագրոհ է անցնում Արցախը, Գևորգյանն է ձախ եզրում, բայց իր մոտ գնդակը վերջին պահին Հարությունյանն է խլում նրանից գնդակը։ Ստեղ էլ նորից խլեց Արցախը գնդակը։ Հարությունյան գեղեցիկ անցում թողնում է Սահակյանին, հետաքրքիր Հարված տեսանք հիմա Արման Սահակյանի կողմից, բայց շեղ ընթացավ նրա հարվածը։ Մել Երևանի ավակներ ստացի գնդակը և շարժվում է առաջ Արեն Վխկարյանը։ Մարտիրոսյանն է հիմա ձախ եզրում, նրա անցումը չստացվեց։ Գևորգյանը հիմա թողեց գնդակը Չիլինգարյանին, Գևորգյան եղեցիկ փորձեց թողնել թիմ Մաքսին, բայց չստացվեց փոխանցումը Արշակ Գևորգյանի, նա իր թիմի ռմբարկուներից մեկն է։ Նորից տեսնում ենք, որ մի փոքր շտապում են Երևանի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնում։ Եվ ի վերջո հարված է լինելու Նարեկ Իսրայելյանի դարպասից։ Երկար փոխանցումն է հասցեատեր չունեցավ, Խաչիկյանը վերցրեց գնդակը և նորից սկսում է իր թիմի գրոհը։ Որսեցին գնդակը Արցախի տղաները այստեղ, Մարտիրոսյան փոխանցումն էլ չստացվեց։ Հարությունյանը ձախ եզրում թողնում է Անտոնյանին գնդակը, Անտոնյան փոխանցում, տեսնենք Գևորգյան հարված և 3-0։ Մեծացնում է իր առավելությունը Արցախը ընդմիջումից առաջ։
Նորից տեսնում ենք գոլի հեղինակ դարձավ Արցախը, այս անգամ էլ Ֆելիքս Շիլինգարյանն է դառնում գոլի հեղինակ եւ այլ ավելի խոշոր դարձրեց հանդիպման հաշիվը եւ 4-0 է դառնում մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Ֆելիքս Շիլինգարյան 4-0 տեսնում ենք արագ կարողացավ երրորդ գոլից հետո 4-րդ գոլը հեղինակել Արցախը եւ արդեն շատ մեծ առավելություն ունի ընդմիջումից առաջ ես կասեի այս խաղում Հիմա Երևանի հարվածն ենք տեսնում եւ փրկեց իր թիմին Էդգար Մաղաքյանը եւ անկյունային է լինելու Արցախի դարպասին Երողություն 5 րոպե մնացել մեզ սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսի ավարտին Առաջին հարվածը ի վերջո տեսանք Երևանի կողմից այս խաղում Եվ առաջին անկյունային Արցախի դարպասին, տեսնենք ինչպես կիրացնեն, փոխանցում Տուգանային հրապարակ, Խաչիկյանը վերցրեց գնդակ եւ շարժվում է առաջ հիմա Արցախը, բայց այստեղ էլ լավ պաշտպանվեց հիմա Նարեկ Հայրապետյանը։ Բայց գնդակի իր մոտ Արցախը հիմա Արությունյան, տեսնենք թողնում է Սահակյանին, հերվից արված եւ կրակում է հիմա այստեղ Սահակյանը եւ 5-0 է դառնում հանդիպան հաշիվը։ Արման Սահակյան 5-0 դուբլի հեղինակ է դառնում Արցախի ֆուտբոլիստը եւ շատ մեծ առավելություն է ստացել Արցախը այս մրցավեճում Նորից նրանք են գրոն տեսնում ենք Բայց ի վերջո Չիլինգարյանը գնդակը տեսնում ենք Սարգսյանն է հիմա խաղադաշտ մտել Չիլինգարյան ոչ Անտոնյան տեսնենք Հարված չկա դեռ թողնում են Սարգսյանին գնդակը Անտոնյան Հարված եւ փրկեց Իսրայելյանը իր թիմին թիմակիցն էլ հեռացրեց վերջին պահին գնդակը Գևորգյան հետաքրքիր անցումներ արված Իսրայելյանը նորից փրկեց իր թիմին տեսնում ենք ինչ գոլային ծառավ է հիմա կարծես թե Արցախի մոտ տեսնում ենք Դեռ չեն դադարում նրանց գրոները Նորից փորձում են գոլեղենակ դառնալ Երկար փոխացում Տուգանային հրապարակ այստեղ էլ Գևորգյանի հարվածը չստացվեց Սվայից գնդակը Սարգսյանը ձախ եզրում Ալեքսանդր Սարգսյանն էլ առանցքային ֆուտբոլիստ է իր թիմի համար հերվից հարված հիմա էլ Խաչիկյանն է հարվածում ուղիղ Իսրայելյանի վրա Մի քանի հանդիպում Ալեքսանդր Սարգսյանը բաց թողեց Հարությունյան թողնում է Չիլինգարյանին Եվ Գևորգյան եւ գոլ 6-0 Արշակ Գևորգյանն էլ է դուբլ գրանցում իր հաշվին Արշակ Գևորգյան 6-0 Այս խաղի ելքը կարծես թե հենց առաջին խաղակեսում վճռված է Շատ բարդ է լինելու տեսնում ենք Երևանի համար երկրորդ խաղում հետ բերելու այսքան գոլ Նորից Արցախն է գրում Անտոնյան հերվից արված եւ 7-0 գերխոշոր է դարձնում Հաշիվը եւ ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը 7-0 հաշվով հաղթում է Արցախը Երևանին կվերադառնանք մի քանի րոպեից ընդմիջում Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկեց մեզ մոտ երկրորդ խաղակեսը եւ տեսնում ենք այս պահին Շատ խոշոր հաշվով հաղթում է Արցախը Երևանին 7-0 հաշիվ է գրանցվել մեզ մոտ Տեսնենք երկրորդ խաղակեսում
Ինչ կառաջարկի ի վերջո Երևանը մեզ, բայց շատ բարդ է լինելու, տեսնում ենք այս խաղով նրանք չեն կարողանում անգամ Էդգար Մաղաքյանի դարպասին հարված կատարել, մեկ անգամ են այս պահին հարվածել այս խաղում, մեծ առավելություն ուներ առաջին խաղակեսում Արցախը, թե գնդակին տիրելու առումով, թե հարվածներով, թե արդյունքով, ինչևէ հիմա երկրորդ խաղակեսը մեկնարկել է, արագ ես ներկայացնեմ թիմերի հայտարարությունները, Արցախի դարպասը պաշտպանում է համար 16 Էդգար Մաղաքյանը, համար 15 Կարապետ Տաշյան, համար 10 թիմի ավագ Արմեն Խաչիկյան, համար 11 Ժիրայր Անտոնյան, համար 5 Արման Սահակյան, համար 77 Արշակ Գևորգյան, համար 7 Արգամ Հարությունյան, համար 9 Ֆելիքս Շիլինգարյան եւ համար 88 Ալեքսանդր Սարգսյան։ Երևանի դարպասը պաշտպանում է համար 1 Նարեկ Իսրայելյանը, համար 7 Նարեկ Ավդալյան, համար 22 Վլադ Մարտիրոսյան, թիմի ավագ համար 2 Արեն Վխկերյան, համար 87 Հայկ Կարապետյան, հերվից հարված հիմա տեսանք Արցախի ֆուտբոլիստի կողմից, առաջին հարվածը տեսանք երկրորդ խաղակեսում, բայց շեղը ընթացավ նրա հարվածը։ Համար 87 Հայկ Կարապետյան, համար 45 Սպարտակ Կարապետյան, ներողություն Հարությունյան եւ համար 11 Նարեկ Հայրապետյան, իսկ խաղի մրցավարն է Գարիկ Բեկյանը։ Տեսնում ենք Երևանն է գրոհում, բայց նորից չստացվեց նրանց գրոհ եւ հարված է լինելու Էդգար Մաղաքյանի դարպասից։ Տեսնում ենք, որ շատ հեշտությամբ են անցնում կիսադաշտը Արցախի ֆուտբոլիստները, Հարությունյանն է ձախ-կեզում, թողնում է Սարգսյանին, կենտրոնում է Գևորգյան, այստեղ վերջին պահին Հարությունյանը Գևորգյանի ոտքից խլեց գնդակ եւ հեռացեց, անկյունային է լինելու Երևանի դարպասին։ Ստենք Հարությունյանն է գնդակի մոտ, փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ հեռացրեց նորից Հարությունյանը գնդակը, վտանգավոր էր, բայց այստեղ գնդակը Ալեքսանդր Սարգսյան է։ Հարությունյան եւ տեսնում ենք հիմա խաղի կանոնները խախտեցին Երևանի ֆուտբոլիստները, կարծես թե 11 մետրանոց է վաստակել Արցախը այստեղ։ Եվ տեսնում ենք գնդակը վերցրել է Արցախի դարպասապահ Էդգար Մաղաքյանը եւ այսօր այսքան գոլերից հետո նայել է փորձելու գոլ եղինակ դառնալ, ոչ, տեսնենք նա հավրացելու ի վերջո Մաղաքյան հարված եւ բարձր է հարվածում Էդգար Մաղաքյանը, չստացվեց Արցախի ներողություն դարպասապահի հարվածը 11 մետրանոցից վրիպեց։ Հիմա էլ տեսնում ենք դարպասում չի շտապում նա, հաշիվը թույլ է տալիս Արցախին այսպես գործել, Գևորգյանի հիմա էլ գեղեցիկ փոխանցումը թողեց Արգամ Հարությունյանի, Սարգսյան, Հարությունյան եւ գոլ։ Հենց մեկնարկում նորից տեսնում են գոլ եղինակ դարձավ Արգամ Հարությունյանը եւ դուբլ է գրանցում իր հաշվին, 8-0 է դառնում մեզ մոտ էլ սիրելի ֆուտբոլասերներ, հանդիպան հաշիվը։ Արգամ Հարությունյան 8-0, նա էլ իր հաշվին դուբլ գրանցեց, Մաղաքյանը վրիպեց 11 մետրանոցից, այնուհետև շատ արագ կարողացավ Արցախը գոլ եղինակ դառնալ
Մեր Գևորգյան հրաշալի անցում կատարեց, փակեց պաշտպան այս հարվածի ճանապարհը, շարունակում են մնալ Արցախի մոտ եւ այստեղ ինչպիսի դիրքից վրիպեց հիմա Արգամ Հարությունյանը կարող էր հետրիկ գրանցել վերջինս, բայց չստացվեց նրա հարվածը։ Նորից նայեք գնդակով, թողնում է Խաչիկյանին։ Այստեղ էլ Բխտերյանը լավ պաշտպանվեց նրա դիմաց։ Այլ Երևանն է գրոհում, տեսնենք Հայրապետյան, բայց չստացվեց նրա հարվածը, մի փոքր ուժեղ ստացվեց նրան փոխանցումը, նորից պատխը հարկում տեսանք Սարգսյանից Գևորգյանից, Գևորգյան փոխանցում Հարությունյանին, թողնում են Սարգսյանին, Հարությունյան, բայց նորից չկա հարված, Արգամ Հարությունյան, հարված ի վերջո կատարեց, Իսրայելյանն է փրկում իր թիմին և անկյունային է լինելու։ Տեսնում ենք նորից ակտիվ է մեկնարկել Արցախը երկրորդ խաղակեսը։ Տեսնենք այս անկյունայինի ինչպես կիրացնեն Արցախի տղաները։ Սարգսյանն է գնդակի մոտ, փոխանցում Տուգանային հրապարակ, հարված դեռ չկա, բայց պահում են իրենց մոտ գնդակը Արցախի տղաները, Սահակյան, գեղեցիկ անցում, շարժում է առաջ, Սահակյանը թողնում է Սարգսյանին, Սարգսյան Արգամ Հարությունյան և գոլ։ Հետրիկ հեղինակ է դառնում Արգամ Հարությունյանը և հաշիվը դարձնում է 9-0։ Այսօր այնքան շատ են գոլերը Արցախի կազմում, որ ես էլ մի փոքր շփոթեցի սիրելի ֆուտբոլասերներ, գոլ հեղինակ դարձավ Արմեն Խաչիկյանը, նա էլ իր գոլը այսօր հեղինակեց։ Գևորգյան և Սարգսյան, հիմա էլ Սարգսյանն է գոլ հեղինակ դառնում։ Գերխոշոր հաշիվ է մեզ մոտ գրանցվում, սա բացառիկ երևույթ է ԱՖԼ-ի շրջանակներում։ Այսօր տեսնում ենք Արցախի կազմում միայն աչքի չի ընկել գոլով Կարապետ Թաշյանը և դարպասապա Էդգար Մաղաքյանը, նա էլ հնարավորություն ուներ դառնալու գոլի հեղինակ, բայց 11 մետրանոցից վրիպեց վերջինս։ Իմ կարծիքով այս դիմակայություն ելքը վճռված է, Արցախը կանցնի կիսաեզրափակիչ փուլ, շատ բարդ է լինելու երկրորդ հանդիպումը Երևանի համար, եթե այսպես նրանք գործեն։ Այլ Վխկարյանն է հարվածում, բայց նրա հարվածը շեղ ընթացավ։ Նորից Արցախի ֆուտբոլիստներն է շարժվում առաջ, բայց խլեց Երևանը գնդակը, շատ արագ վերադարձնում են։ Մի փոքր փորձում են խաղի տեմպը հանգստացնել Երևանի տղաները։ Այս պայն նրանց մոտ է գնդակը, թեժ պայքար է ընթանում դաշտի կենտրոնում։ Ի վերջո հետ նորից վերադարձեցին դեպի Հայրապետյանը։
այստեղ կորցնում է գնդակը Մարտիրոսյանը, բայց Վխկերյանն է լավ գործում պաշտպանությունում, հիմա էլ երկար փոխանցում Իսրայելյանից եւ պահում են իրենց մոտ Արցախի տղաները գնդակը Գևորգյան փոխանցում եւ գոլ։ Չիլինգարյանն է հիմա էլ դառնում գոլի հեղինակ։ Ֆելիքս Շիլինգարյանն էլ իր հաշվին դուբլ գրանցեց այստեղ։ Տեսնում ենք, որ մոտ 14 րոպե կա հանդիպան ավարտին, բայց 11-0 հաշվով հաղթում են այս պահին Արցախի ֆուտբոլիստները, նրանք նորից շարունակում են գրոհել, բայց այս գրոհը չստացվեց նրանց մոտ։ Կորսեցին այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները, բայց դաշտպանությունում լավ է գործում Սարգսյանը եւ եզրային նետում են ի վերջո կորզում, այսպես ասած, Երևանի ֆուտբոլիստները այս դրվագում։ Մարտիրոսյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ տանգավոր կարող էր լինել, տեսնենք, բայց նորից խլեցին գնդակը Արցախի տղաները, հիմա հակագրող կարող է լինել, Սահակյան կենտրոնում է, փոխանցում դեպի Խաչիկյանը, Խաչիկյան արված եւ փրկեց իր թիմի Իսրայելյանը այս դրվագում։ Խաղարկեցին այստեղ անկյունայինը հիմա Արցախի ֆուտբոլիստները, Սարգսյանն է գնդակով, թողնում է Խաչիկյանի արվածը, հիմա այդ չստացվեց։ Էլ Երևանի հակագրող չստացվեց, բայց կորցրեց գնդակը այստեղ Սահակյանը, տեսնենք Հարությունյան, փոխանցել է պետք Հարությունյան, փոխանցում անկյունային է ի վերջո վաստակում Երևանը այստեղ։ Փոխանցում Տուգանային հրապարակ, մի փոքր դժվարությամբ այստեղ չկարողացավ ֆիքսել գնդակը Աղաքյանը, բայց հեռացրեց պաշտպանը, շարունակում է մնալ Երևանի մոտ գնդակը։ Աբդալյան թողնում է Վխկերյանին, Վխկերյանը չպայեց այստեղ գնդակը դաշտի սահմաններում եւ հարված կտեսնենք Աղաքյանի դարպասից արագ հիմա խաղարկեցին Արցախի ֆուտբոլիստները, ձախ եզրով շարժում է առաջ Գևորգյանը, մտնում է հիմա կենտրոն, փոխանցեց դեպի Սարգսյանը, թողնում է Սարգսյանը թիմակցին, Սարգսյան, Գևորգյան, Սարգսյան եւ հարված չկարողացան կատարել ի վերջո այստեղ Արցախի ֆուտբոլիստները, հիմա էլ Սարգսյանն է հարվածում հերվից, բայց շեղ ընթացավ նրա հարվածը։
Տեսնենք հիմա Երևանի գրո նորից չստացվեց, վերցրեց գնդակը Մաղաքյանը, երկար նետում դեպի Գևորգյանը, նորից ձախ եզրում է Գևորգյանը, թողնում է գնդակը Սարգսյանին, Սարգսյան թողեց Շիլինգարյանին և գոլի հեղինակ է դառնում ի վերջո Ֆելիքս Շիլինգարյանը և հետրիկ է ձևակերպում իր հաշվին։ Ֆելիքս Շիլինգարյանը իր անվան դիմաց հետրիկ գրանցեց, հիմա Տաշյանն է շարժվում առաջ, բայց գնդակը դուրս էր եկել հաշտի ձախ եզրից։ Տեսնում ենք հիմա նա հարձակվողի դիրքում է գործում, բայց հետ եկավ իր դիրք։ Տաշյանն է գնդակով, հիմա Մարտիրոսյանը խլեց գնդակը, փոխանցել է պետ, փոխանցեց ի վերջո Հայրապետյանին, բայց չհասավ գնդակին Նարեկ Հայրապետյանը և հարված է լինելու Մաղաքյանի դարպասից։ Նորից արագ անցան այստեղ կիսադաշտը Արցախի տղաները, տեսնենք Շիլինգարյան, թողեց Սահակյանին, հարված Սահակյանն էլ է իր հաշվին հետրիկ գրանցում այստեղ։ Ութրոպ է, սիրելի ֆուտբոլասերներ նշեմ մնում հանդիպան ավարտին, ջախջախում է ուղղակի Արցախը Երևանին։ Նորից Արցախն է գրում, Գևորգյան, տեսնենք թողում է Սարգսյանին գնդակը, Սարգսյան, տեսնենք թողեց նորից Գևորգյանին, հարված Գևորգյան գոլ, Գևորգյանն էլ է հետրիկ գրանցում իր հաշվին։ Նորից Արցախն է գրում, տեսնենք հարված և ի վերջո կարողանում են նորից գոլ հեղինակ դառնալ, Ֆելիքս Շիլինգարյանն է գոլ հեղինակ դառնում այս իրավիճակում։ Ինչ ասել։ Եվ հիմա կարող էր հիմա ի վերջո հեղինակության գոլը հեղինակել Երևանը հեռվից հարված տեսանք Հայկ Կարապետյանի կողմից, Մաղաքյանը փրկեց իր թիմին, բայց անկյունային է լինելու Արցախի դարպասին, փոխանցում նորից Մաղաքյանն է փրկում իր թիմին, շարունակում է Վղկարյան փոխանցում, Մաղաքյան, բայց նորից հեռացված է գնդակը, կարծես թե ոչ, հարված է լինելու դարպասից։ Արագ հիմա խաղարկում տեսանք և տեսնենք հարված և գոլ, հիմա էլ Խաչիկյանն է դառնում գոլ հեղինակ։ Նորից հեռար հարված տեսանք Կարապետյանի կողմից, բայց Մաղաքյանը նորից իր վրա վերցրեց այս հարվածը։ Արցախն է նորից գրում, Սարգսյան, Շիլինգարյան, Սարգսյան,
Թողնում է Խաչիկյանին, Սարգսյան եւ Չիլինգարյան եւ վրիպեց այստեղից տեսնում ենք Չիլինգարյանը Վերջին րոպեներն են մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ Երևանն է տեսնում ենք գրոհում եւ անկյունային են ի վերջո վաստակում Երևանի ֆուտբոլիստները այս իրավիճակում Փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը Ոչինչ։ Մենակ պայքար ուժեղ տղա է։ Մենք այստեղ խլեց գնդակը Ավդալյանը, բայց արագ կորցեց գնդակը Երևանի ֆուտբոլիստը Խաչիկյան արված եւ նորից գոլերինեք դարձավ Արցախը եւ վեր սիրելի ֆուտբոլասերներ հանդիպումը ավարտված է խոշոր հաշվով Արցախը Երևանին հաղթեց եւ այս խաղի համար այսքանն ենք պատրաստել իջևէ այսօրվա համար այսքանն ենք պատրաստել երկու խաղ եւ բարի գիշեր եւ ամենայն բարիք